հասարակության առաջ եկեղեցին ունի պարտավորություն որպես այդպեսին հասարակական ցավերի ժամանակ արձագանքելու, թե այնուամենայնիվ լռությունը կարելի է համարել աղոթք եւ հանուն հասարակության։ Աղոթքը միայն խոսք չէ։ Աղոթքը արդեն գործ է ու գործունեություն է։ Իմ աշխատավայրերից մեկում ունեմ գործընկեր, ով ասում է, որ իրեն վանում է օրինակ եկեղեցում տեսնել վաճառք կամ երբ հոգևորական օրինակ հոգևոր ծառայությունը կատարում է վճարովի։ Մենք ձեր հոգևոր կարիքներն ենք ապահովում։ Մեծ բան է, որ դուք եք մեր մարմնավոր կարիքներն ապահովում։ Կեղծ հավատացյալն է ավելի վտանգավոր, թե կասկածողը։ Կեղծ հավատացյալն արդեն հավատացյալ չէ։ Հիասթափություն է ապրել, բայց ճանաչում եք մարդու, ով հենց եկեղեցու պատճառով է հեռացել կրոնից։ Եկեղեցուց որպես այսպեսին հիասթափություն կա, էլ կա։ Հավատացյալները հավատացյալներից են հիասթափում հաճախ։ Դեր Փավստոս, ես պատրաստվում եմ կնքվել դառնալ հենց հայ քրիստոնյա, բայց ունեմ դաջվածք։ Հիմա սա ինձ համար աններելի մեղք է համարվում, թե ինչպես ասացինք, մինչև կնունքը գործած մեղքերը կարելի է համարել չգործած։ Ոչ թե չգործած, մկրտությամբ մաքրվում են, ոչ թե չգործած են, այլ մաքրվում են, բայց դաջվածքի վերաբերյալ իմ ասեմ, որ քո մտածումների կենտրոնում դու ես։ Իսկ քո մտածումների կենտրոնում բդեղներ քո սուրբ արժեքը։ Մարդու լուծումը գտնում է մի կետի մեջ։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ կազատեմ, հանգիստ պիտի տամ։ Ինչ է լինում, երբ դուք եք հոգնում, երբ Տեր Փավստոսը հոգնած է, ինչ է լինում, դուք ում եք դիմում։ Տեր Փավստոսը հոգնի հավատացյալների բերած բեռից, այո, այդպես էլ ենք հոգնում։